Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Հեսու 13-րդ գլուխ Թեր չառնված երկիրներ։ Երբ Հեսու ձերացավ եւ դարիք հարաճացավ, դեր անորսավ, թուն ձերացար ու դարիքը հարաճացավ, բայց տագավին հույս շատ երգիր կմնա դիրանալու։ Հավասիկ մնացած երգիրը փղշտացներուն բոլոր շրջանները եւ ամբողջ Քեսուրը, Եգիպտոսի թիմաց եղող Սիովրեն մինչև կանանացիներուն սեբված Ագգարոնի հողամասը դեպի հյուսիս, այսինքն փղշտացներուն 5 նախարարությունները, քազացիներուն, ազովդացիներուն, ասկաղոնացիներուն, քետացիներուն ու ագգարոնացիներուն, նաեւ ավացիներուն երգիրը։ Հարավային կողմեն կանանացիներուն ամբողջ երգիրն ու սիթոնացիներու մեարան, մինչև Ափեկ ու մինչև ամորհացիներուն հողամասը, Քեփաղացիներուն երգիրը եւ ամբողջ Լիբանանը, դեպի արևելք, Հերմոն լերան ըստրոդ եղող Փահախ կաթեն մինչև Եմաթի մուտքը, բոլոր լեռնապնակները Լիբանանեն մինչև Մասլեպոտ մայիմ, բոլոր սիթոնացիները։ Ես զանոնք պիտի վդարեմ Իսրայելի որդիներուն արչևեն, դու միայն այս երգիրը իբր ժառանգություն վիճակով բաժնե իսրայելացիներուն, ինչպես քեզի պատվիրեցի։ Հորտանանի արևելյան երկրին բաժանումը։ Ուստի հիմա այս երգիրը իբր ժառանգություն բաժնե 9 դոհմին ու Մանասեի գես դոհմին։ Արտարև Ռուբենյաններն ու Գադյանները անոր մյուս կեսին հետ ըստացան իրենց ժառանգությունը, որ Մովսես անոնց տվավ Հորտանանի մյուս կողմը դեպի արևելք, Դիրոջ ծառային Մովսեսի տվածին համեմատ։ Արնոն վտագին եզերքը եղող Արոերեն, ծորին մեջտեղ եղող քաղաքեն եւ ամբողջ Մետափայի լեռնադաշտեն մինչև Թեփոն։ Եսեպոնի մեջ թակավորող ամորհացիներու Սեհոն թակավորին բոլոր քաղաքները մինչև Ամոնի որդիներուն հողամասը։ Քաղաքը Քեսուրացիներուն ու Մակատացիներուն հողամասը, ամբողջ Հերմոն լերը եւ ամբողջ Փասանը մինչև Սելքա։ Փասանի մեջ ովքի ամբողջ թակավորությունը, որ Աստարովթի ու Եկրայի մեջ կթակավորեր եւ հսկաներու մնացորդեն ինք մնացած էր, բայց Մովսես զանոնք զարգավ ու վդարեց։ Սակայն Իսրայելի որդիները, Քեսուրացիներն ու Մակատացիները չվդարեցին։ Ուստի Քեսուրացիներն ու Մակատացիները մինչև այսօր իսրայելացիներուն մեջ կփնագին։ Միայն Ղևի դոհմին ժառանգություն չդվավ, անոր ժառանգությունը Դիրոջ Իսրայելի աստուծույն մատուցանած բادرակներն են, ինչպես անոր ըսերեր։ Ռուբենի հատկացված երգիրը։ Մովսես Ռուբենի որդիներուն դոհմին ժառանգություն տվավ իրենց կերտաստաններուն համեմատ։ Անոնց հողամասը Արնոն վտագին եզերք եղող Արոերեն ու ծորի մեջտեղ եղող քաղաքեն մինչև Մետափայի կով ամբողջ լեռնադաշտ եղավ։ Նաև Եսեպոնը եւ անոր լեռնադաշտին բոլոր քաղաքները Թեփոն, Փամոթ Փահաղ, Փեթփահաղ Մեոն, Յասա, Գաթեմոտ, Մեփայաթ, Գարիաթեմ, Սեփամա, Սարեթ Սահար, Եմակ լերան վրա, Փեթփեով, Ասեթովտ, Փասկա, Փեթեսիմոտ, լեռնադաշտին բոլոր քաղաքներ ու ամորհացիներու Սեհոն թակավորին ամբողջ թակավորությունը, որ Եսեպոնի մեջ կթակավորեր։ Մովսես զայն զարգավ Մաթյամի իշխաններուն, Եվիի, Ռոգոմի, Սուրի, Ուրի եւ Ռոպելի հետ, որոնք Սեհոնի նախարարներն էին ու այդ երկրի մեջ կփնագեին։ Իսրայելի որդիները Փեովրյան Փաղաամ թույտնալ սուրով մերծուցին իրենց մյուս մերծուցածներուն հետ։ Հորտանանը իր եզերքով Ռուբենի որդիներուն սահման եղավ։ Այս է Ռուբենի որդիներուն ժառանգությունը իրենց կերտաստաններուն համեմատ։ Այս քաղաքներն ու անոնց ավանները։ Քաթի հատկացված երգիրը։ Մովսես Քաթի դոհմին Քաթի որդիներուն ժառանգություն տվավ իրենց կերտաստաններուն համեմատ։ Անոնց հողամասը Յազեր բոլոր քաղաքի քաղաքները եւ Ամոնի որդիներուն երկրին գես եղավ մինչև Արոեր, որ Ռափայի թիմաց է։ Նաեւ Եսեպոնեն մինչև Մասպայի Ռամովթը ու Փոդանիմ եւ Մանայիմեն մինչև Թափիրի սահմանը, իսկ Հովիդի մեջ Փետարամ, Փետնամրա, Սոքովտ ու Սապոն, Եսեպոնի Սեհոն թակավորին թակավորության մնացորդը Հորտանանը իր եզերքով
մինչև Քեներեթի ծովուն ծայրը Հորտանանի մյուս կողմը դեպի արևելք։ Այս է քաթի որդիներուն ժառանգությունը իրենց կերտաստաններուն համեմատ, այս քաղաքներն ու անոնց ավանները։ Մանասեի գես տոհմին հատկացված երգերը։ Մովսես Մանասեի գես տոհմին ալ ժառանգություն տվավ, որ Մանասեի որդիներուն գես տոհմին եղավ իրենց կերտաստաններուն համեմատ։ Անոնց հողամասը Մանայիմեն սկսյալ ամբողջ Փասան եղավ։ Փասանի ով թակավորին ամբողջ թակավորությունը ու Յայրի բոլոր գյուղաքաղաքները, որ Փասանի մեջ են, 60 քաղաք։ Խաղատի գեսը Աստարովտ ու Եթրայի ովքի թակավորության քաղաքները Փասանի մեջ Մանասյան Մակիրի որդիներուն եղան, այսինքն Մակիրի որդիներուն գեսին իրենց կերտաստաններուն համեմատ։ Ասոնք են այն քաղաքները, որ Մովսես իբր ժառանգություն տվավ Մովաբի դաշտերու մեջ Երիկովի դիմաց Հորտանանի մյուս կողմը դեպի արևելք, բայց Մովսես Ղևիի դոհմին ժառանգություն չտվավ, անոնց ժառանգությունը դերը Իսրայելի Աստվածն էր, ինչպես անոնց ըսեր էր։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։